ստեղծել ինձ այդ հնարավորությունը տվել է, որ ես երբ ինչ ոնց ուզեմ ստեղծագործեմ։ Մինչ այդ ես պատվերով դիզայներ եմ աշխատել որպես։ Արմենին չի հետաքրում ինչ է կատարվում հումքի դաշտում։ Այսինքն դա Արմենի գլխացավանքն է։ Արի կլինի մի քիչ թանկացրու զարդեր, որտեղ մետաղը 2 անգամ աճել է։ Չի լինում համոզել, որտեղ Այն կասում է մտածում եմ իմ հաճախորդին ես ոդա ոնց բացատրեմ։ Եղել են 3 նորաձևության շաբաթի, Փարիզի նորաձևության շաբաթ, Արաբական Էմիրություններ, Միլան։ Մի քիչ կլինի տենց հանգիստ չասեք, էլի, որ եղել եք Աբովյան փողոցի վրա, Սարյան փողոցի վրա, հետո Կասկադ գնացինք։ Իմ աշխատակիցների համար անհրաժեշտ է ինքեբանի օգնություն։ Իսկապես պատկասեց այդ ավտոմատը։ Շատ հետաքրքիր պատենտավոր գիտեք, հետո չասեք Արմենը չասեց։ Ողջույն։ Ես Նարեկն եմ Ալեքսանյան եւ B1 մեդիայի եթերում շարունակում ենք բիզնեսմեն թե բզբզմեն հաղորդաշարը եւ այսօր մեր հյուրն է Արմենը Շահինյան։ Արմեն ջան, ողջույն։ Ողջույն Նարեկ ջան։ Արմենը Ուհի Ջուելերի ընկերության հիմնադիր, համահիմնադիր, զարդագործ, դիզայներ, Արմեն ջան, նկարիչ արվեստագետ, քանդակագործ, այո։ Դե շարունակենք բավականին խոստումնալից հետարքիր զրույց ենք ունենալու այսօր։ Հուսով եմ։ Արմեն ջան, մեր քննարկումը դույով է լինելու, որպեսզի ավելի ամիջական լինենք, որտեղ YouTube-ում ենք դուրս գալիս, եթերը այնտեղ է լինելու եւ որպեսզի մեր քննարկումը ել ավելի ամիջական լինի, մեր թիմի կողմից ասեմ համագործակցելով նաեւ ձեր թիմի հետ դուրս են բերվել հարցեր պատասխաններով, տարբերակներ ունենք պատասխանների, բայց ամեն ինչ արված է, որպեսզի դու սխալ պատասխանես։ Այսինքն հատուկ դրա վրա աշխատված է, ինչու, որտեղ սխալ պատասխանի դեպքում ունենք բզբզ հարց։ Ինձ թվում է, որ այդքան պետք չէր ջանալ, քանի որ վստահ եմ, որ ես սխալվելու էի։ Ես դուք ինձ միանգամից ասեիք։ Կարող եք միանգամից քաշել։ Հարցը գնանք։ Շատ լավ է, ուրեմն այսօր ստեղ ենք։ Հենց գիտես, չէ՞ որ դե հարց ունենք, հետո սխալ պատասխանի դեպքում ունենք բզբզ հարց ու հետեւաբար քրոնոմետրաժով ինչ-որ ավելի երկար է գնում, որ հետեւաբար որ ասում եմ մեզ նայող դիտողները թող լցվեն համբերը տարությամբ, որովհետեւ սպասում են շատ հետաքրքիր զրույց թե իրանով հետաքրքիր բիզնեսի մասին եւ ինչու ոչ նաեւ ոլորտը, որովհետեւ այն ինչ որ կապ ունի արվեստի տարբեր ճյուղերի հետ, միանշանակ տենց պահիտա տանում է քեզ, էլի։ Ուզում ես ավելին իմանաս ու մանավանդ եթե այդ արվեստը բիզնեսի հետ սերտաճված է ու մեկը մյուսին լրացնող երևույթը ավելի լավ։ Նաեւ առիթից օգտվելով անպայման ուրեմն դիմեմ մեզ նայող դիտողներին, լսողներին, բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին եւ հետևեք մեզ բոլոր սոցիալական ցանցերում, որպեսզի բաց չթողեք այսպիսի հետաքրքիր քննարկումներ։ Գնացինք։ Բայց դու դες տրամադրվի նաեւ, որ կարող է ճիշտ պատասխանես, էլի։ Չէ, միանգամից բզբզ հարց է։ Վստահ պետք է փորձեմ կռահել։ Միանգամից հազդրեցի։ Պետք է փորձեմ կռահել, բայց նման տիպի ինֆորմացիան ուղեղումս պահելը։ 2025-ին որոնք են եղել Ուհի Ջուելերի գնորդների թվով եվրոպական top 3 երկրները։ 2025-ին։ Տարբերակներ։ Այստեղ սկսվում է իմ տպավորությունն է, որ ոչ միայն քեզ են ստուգում, այլ նաև ինձ են ստուգում այս պատասխանները գրելուց, բայց ասում եմ գնացինք։ A տարբերակ Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, B տարբերակ Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, G տարբերակ Գերմանիա, Բելգիա, Չեխիա եւ D տարբերակ Ֆրանսիա, Բելգիա, Լեհաստան։ Տարբերակ առաջին, վստահ եմ։ Տարբերակ առաջին Ֆրանսիա, Գերմանիա։ Դե ինչ, մեկնարկը տրվեց ճիշտ պատասխանով, որ ասում ես վստահ եմ, չեմ ուզում հակառակը համոզել։ Ինչու՞ ասում հենց երեք էին նայում։ Դե Բելգիայի պարագայում երևի ադամանդի Բելգիայի հայությունը այնտեղ շատ ակտիվ են զարդերի ոլորտում։ Իրենք ունեն իրենց արտադրությունը, բայց օգտվում են մեզանից նաև ու Այսինքն դա պայմանավորված է այդ ադամանդի գործության եւ այլ թեմաներով, որ այնտեղ են կենտրոնացել, թե։ Այո։ Ու Բելգիայից Հայաստան հյուր գալուց իրենց բարեկամներին հյուր են գալիս նաև մեզ։ Ինչ լավ է։ Մեր ոլորտի իմ գոլեգաները գալիս են, ասում են մենք ձեզ հետևում ենք, ինչ լավ է ու ընդհանուր շատ թեմաներ կա, շատ հետաքրքիր է, սիրում ենք բոլորին։ Շատ լավ է։ Իսկ Ֆրանսիան եւս
հայերեն։ Հա, ֆրանսիան հայությունը շատ ակտիվ է նորից, հետևում է Հայաստանի կյանքին, իրադարձություններին, Հետևաբար իրանք սպառողն են հայկական կոնտենտի, հա, հետևաբար ձեզ են ճանաչում։ Կոնտենտի, նաև պրոդուկտների։ Իսկ Գերմանիան։ Գերմանիան նույն պատմությունն է։ Ես ում հասկանամ, մենք Գերմանիան ավելի համեմատաբար ավելի քիչ, ուղղակի այնտեղ բացառության տարբերակներ կար, Իսպանիա, նրանք ավելի հեռացած են մեզանից, Գերմանիան ավելի հարմար տարբերակներ։ Okay։ Ոչ հայ սպառողներ ունենք այդ երկրում։ Հենց յունիկ տեղի ապրողները, որոնք որ գտել են ձեզ բացահայտել են։ Այս պահին ուհին կենտրոնացած է միայն հայալեզու աուդիտորիայի վրա, բայց նաև լինում է տարբեր լեզուներով տարբեր ռասաների մարդիկ են ընտրում, ուղղակի միամիտ չենք հասկանում ոնց, որոշ դեպքերում իրանց խորհուրդ են տված լինում հայերը, որոշ դեպքերում ուղղակի միամիտ ընկել են մեր էջի վրա ու գնել են ու պարզվել է հայկականը, քննարկել են իրանց ընկերուհիների հետ ու տենց թեման ծավալվել է։ Մենք այդ պրոյեկտ ենք իրականացնում ու պրոյեկտի շրջանակում ես երկար տարիներ նաև սովորել եւ ապրել եմ Ղազախստանում եւ երբեք չգիտեի որ Ալմաթայում շատ ճանաչում են մեզ որպես ոսկերչական երկիր ու հենց հատուկ տուրեր կան էլի մարդիկ գալիս գնումներ են կատարում ու դա չկար իմ դաշտում միանշանակ ուրիշ թեմաներ էին ու ապշած էի մնացել երբ որ ասեցի Հայաստան ասին բա հետը զարդ բան չես բերել Անենց տպավորություն է որ ես դες ասեմ ուրիշների դրանից օրինակ կոնյակ են սպասում կար փուլ երբ որ Ռուսաստանում ինձանից կոկա-կոլա էին ակնկալում որ ես պետքա բերեմ ասեմ բայց ոսկին չէի մտածել չասում այտենց բավականին մեր համար հայերի կողմից բերված արդեն մենք սովորել ենք ու արդեն մենք ենք այդ գծով իրականում վերջին մի քանի տարվա մեջ մեր ոսկերչական ոլորտի հիմնական շարժիչ ուժը հենված է Կազախստանի վրա դա սկսեց երբ որ կազախները գալիս էին Հայաստանից ավտո գնելու, տանելու։ Այո։ Նաև կարելի ասել մենք եթե չեմ սխալվում 4 տարի անընդմեջ 2015 թվականից բոլոր եթե չեմ սխալվում նույնիսկ իսա ուզում էքսպոյի անունը հիշեմ Առու էր, եթե ուզում հիշեմ, էքսպո կար ոսկերչական ոլորտում Ղազախստանի եւ հայկական գրեթե բոլոր ընկերությունները մասնակցում էին, հա, այսինքն ինչ-որ մի հատ փուլ կար շատ ակտիվ էր։ Եվ իհարկե մեքենաները։ Այդ պահին ոնց որ նաև աջակցություն Այսինքն գալիս է մեքենային առում եւ մեքենայի թեման փակվեց։ Չէ, մեքենա եւ ոսկի, այսինքն ուզում ասեմ։ Չէ, սկզբից մեքենայի համար էին գալիս, ոսկու համար չէին գալիս։ Մեքենայի թեման փակվեց։ Մարդիկ իմանալով, որ Հայաստանը նաև ոսկերչական մի հատ տենց բնորան է, սկսեցին նույն մեխանիզմը աշխատացնել ոսկու պարագայում, տանել, վերավաճառել։ Նույն մեխանիզմը թեքվեց ոսկու ոլորտի վրա։ Մի րոպե Արմեն ջան, այսինքն իրանք գալիս գնում են կատարում, տանում են, այսինքն իրանք երկու անգամ ծախս են անում, մի հատ գալիս են, մի հատ նայում են, մի հատ առնում են, տանում են, վերավաճառում են, այլ ոչ թե մենք ենք գնում վերավաճառում, այնտեղ ընկերություններ բացում։ Հա, դա նաև իմ համար ցավոտ թեմաներից մեկն է, այո։ Այսինքն սա լուրջ սիգնալ է, էլի, ես զգացի որ տեսեք, այսինքն այն ինչ որ դու կարայիր կանոնավոր այնտեղ ունենալ, ներկայացիչ, ինչ որ ընկերություն ծախսը կրճատեիր ռիսկերդ ու արդեն ուղիղ այնտեղ շատ դեպքերում բրենդի մասին չի որովհետև այսօր եթե դու ամենայն սիրով հարգանքով բոլորի հանդեպ եթե այսօր ես սովորեցի Արմենից զարդ եմ առնում Արմենից բերելու է այսօր կասի հայկականն է լավը վաղը կասի Սինգապուրինն է կամ թուրքականն է լավը Դուբայից եմ բերել լավն է որովհետև ես քեզանից եմ գնում կատարել բայց եթե կա ուհին ներկայացված ու ես գալի ուհից եմ առնում ապա ուհին է մտնում իմ կյանքը հա շատ հետաքրքիր Որտեվ այդ տարբերակը չգիտեի, ես գիտեի թե ամեն դեպքում մերոնք են ուղիղ կապ հաստատել, այդպես են վաճառում։ Ասում իրանք են գալիս առնում տանում են։ Սենց ասեմ, մի ժամանակ հենց հայերն էին տանում, վերավաճառում։ Հիմա խաղի կանոնները մի քիչ փոխվել է, իրենք են գալիս տանում, վերավաճառում։ Գնացինք ձեր կայքում, որ մատանու նկարագրությունն է սա։ Այս նուրբ մատանին դասական օրինակ է էլեգանտության եւ հիանալի տարբերակ ամեն օր կրելու համար։ Կարդամ տարբերակները։ Տարբերակները։ Ես պետքա կռահեմ տարբերակներում։ Ուրեմն graceful մատանի, rounded մատանու փոքր տարբերակ, rounded մատանու line տարբերակի եւ hanging circle մատանու։
Ինձ թվում է երրորդ տարբերակ։ Rounded մատանում line տարբերակի։ Line թե poker։ Երկու հատ ունենք։ Poker, Poker թե line։ poker։ Ինչի՞ բայց միջինը չունեք։ Չգիտեմ ինչի Պատկերացնել չունեմ ինչի մասին է խոսքը։ Հա։ Պատկերացնել չունեմ Հա, ինչի մասին է խոսքը։ Ինձանից հասնում է դա զարդերը ստեղծել, իսկ կանոնները որոշվում են ինձանից հետո։ Սա գիտես ինչի է նման, մի հատ արտադրության հետ էինք առնչվել, ուրեմն իրանք մակարոնի արտադրությունը, իրանք թվերով են արտադրում մակարոնն ըստ մատրիցայի։ Ինքը չգիտե այդ մակարոնը ոնց են կոչում։ Ու եկել է ուրեմն ցուցահանդեսի բոլորը մոտիկանում եւ ասում են, գիտեք ինձ ձեր ֆիտուչինին վերջն է։ Ինքը ասում է որն է։ Սիճուրա եկել, ասում եմ, լսի, գոնե առաջի ֆրոնտ մի կանգնի։ Ասում եմ որն է, ասում դու ինձ թվերով ասա, ասում չգիտեմ էլի, ինչ տաբեցի մատրիցան դրում եմ, դա արտադրվում է էլի։ Ես չգիտեմ ասում դու դրան դուք ինչ եք ասում էլի։ Մեկը մոտիկացել ասում էր, չէ, բանցիկն է շատ լավը, ասես որ եկես ասում բանցիկ էլ ունենք։ Ասի всё, արի գնանք էսի։ Ուրեմն դե հիմա որ տարբերակներ, փոքրը թե լայնը, փոքրը։ Դե սա էլ էր ճիշտ պատասխան։ Երևի ես թեթև հուշեցի, հա, երբ որ տվեցի քեզ Ես երկրորդ նայել եմ տարբերակը։ քո ինտերվյուները, նենց որ Հա, զգացել ես։ պետք չի հուշել նայել։ Հա։ Ասում եմ լավ Արմեն։ Հա, Դու լավ բլոտ եք խաղաս։ Քանի որ ճիշտ պատասխան ունենք, Արմեն ջան, բայց մի հատ հարց հետաքրքիր է, էլի։ Դու որ ասում ես ես անվան հետ կապ չունեմ, դա ինձ շատ հետաքրքրեց, որովհետև ես ճիշտ եմ հասկանում, որովհետև մենք ունենք արվեստագետ, հա, մարդ, որը որ ստեղծագործում է, զարդագործ է, նկարիչ է, դիզայներ, այսինքն ես ճիշտ եմ հասկանում, ոչ թե անունն է թելադրում քեզ ինչ-որ մի բան ստեղծելու, դու լրիվ ազատ ոճի մեջ ես ստեղծագործում, հետո ասում ես, խնդրում եմ ու եկեք։ հի ստեղծել ինձ այդ հնարավորությունը տվել է, որ ես երբ ինչ ոնց ուզեմ ստեղծագործեմ։ Կամ կմցնենք վաճառքի շարք կվաճառենք կամ չէ։ Իսկ մինչ այդ ես պատվերով դիզայներ եմ աշխատել որպես։ Ինձ թելադրել են ես ինչ ստեղծեմ։ Այսինքն ու քո մեջ չարաճճին արտնացավ, ասեցիր վերջ։ Հա, մեկ վիդեոից հետո։ Ընդհանրապես մեկ ռիլից հետո փոխվեց ամեն ինչ։ Քո ռիլներ թե Իմ ռիլներ։ հա։ Հա դու տես այսպեսի բան հրապարակեցիր։ Էքսպերիմենտ արեցի, որը որ այդ պահին իմ ոչ մի արտադրական փուլի հետ կապ չուներ։ Ուղղակի sense նայրնեի մատը մցրեցինք մոմի մեջ, մատից ֆորմա հանեցինք, մատանի սարքեցինք ու այդ վիդեոից հետո հասկացա, որ ստեղծագործելը ամենահեշտ ճանապարհն է։ Գնաց։ Քո համար։ Նայ, ես ուզում եմ մի քիչ ինչ եմ ասում, որովհետև շատ դեպքերում ամեն ինչ ունիվերսալ չի։ Այսինքն մենք ոնց որ մեր մատնահետքերն է, աշկի ներսի գրվածն է, ձայնը մեր, մենք ունիկալ ենք։ Մարդը երկու նման մարդիկ չկան, էլի։ Հետևաբար այդ փորձը օրինակ ինչ-որ մեկը հիմա մեզ կարող է դիտի ու ասի, այ ես էլ չեմ ուզում ստանդարտով աշխատեմ։ Այ մարդ, վաղվանից իմ ոչ մի շահուրմա, ոչ մի բանի չի նմանվելու։ Ես որոշել եմ, այսինքն կան գործեր, որոնց մեջ կայուն որակ ապահովելը, այսինքն օրվանից օր, ժամից ժամ կարևորագույն խնդիր է ու հենց այդ է արժեքը, բայց կա գործ, որտեղ որ այս պետքա կարողանաս անես, օրինակ քո գործերը չեն կրկնվում։ Հետևաբար դա չէ challenge քո համար։ Բայց մի օր պետքա հասնես դրան։ Այսինքն 15 տարվա իմ աշխատելափորձի մեջ ես ձախողած փորձեր եմ ունեցել բավականին ունեցել եմ բրենդներ, որոնք որ ունեցել են իրենց անունները տարբեր ժամանակահատվածներում ու այդ հաջողությունը ու այդ հնարավորությունը չի եղել։ Հնարավորությունը եղել է, ստեղծագործել եմ, բայց այդ հաջողությունը, այդ ճանաչումը չի ստացել։ Այսինքն սա այնպես չէ։ Ես ինչ էլ նայ Արմեն ջան, մեր հաղորդաշարը նաև դիտում են երիտասարդ գործարարները, մարդիկ, ովքեր հետաքրքրված են գործարարությամբ կամ ձգտում են գործարարի մոտ աշխատանք եւ այդ ոլորտում են։ Կարևոր է որ հանկարծ մենք վարդագույն ակնոցները չհագցնենք, էլի, տենց պայմանական ես արթնացա, մոմը մցրեցինք, տենց ստացվեց ու վերջ, ժողովուրդ ջան, ինչա, մոմ չունեք, մատ չունեք, դուք եք դիզայներ։ Այսինքն որ պատկերացնեմ, որ ախր դա 15 տարվա աշխատանք էր,
հետո իր հետևից բերում էր բավականին լուրջ ձախողումների վրա սովորել ու ամենակարևորը ձախողումից հետո հավատալ հաջորդ փորձին։ Այսինքն այդ է կարևոր, որ դու քեզ թույլ ես տվել հաջորդ փորձը անես։ Ոչ չհանձնվես էլի, չէ՞ մի հատ էլ եմ փորձել, ինչ որ ժամանակ կանցնի մի հատ էլ եմ փորձելու։ Ու լավ, ստացվում է գործը, ով է որոշում անունը։ Անունը որոշում է Նարինեն։ Ահա։ Կինս Այո, Նարինեն նաև համահիմնադիր։ Այո։ Իրար հետ ուսանող տարիքից աշխատել ենք, իրար հետ հիմնել ենք մեր ստուդիան 10 քանի տարվա պատմություն ունի արդեն այդ պատմությունը, այդ դա արդեն իր ստեղծագործական փուլում է գտնվում։ Անուն որոշելը, այսինքն աշխատանքի բաշխում գոյություն ունի։ Միանշան։ Այսինքն եթե դες պայմանական ասենք դու արտադրական process-ի մեջ ես, Նարինեն ավելի բանակի պես մեր մոտ բաժանած։ Նարինեն գտնվում է դաշտում, ի նկատի ունեմ վաճառք, մարքեթինգ, թրենդերի վերլուծություն, առաջխաղացում ամբողջը իր մոտ է։ Ստրատեգիաներ կարող ենք քննարկել թե արտադրական, թե մարքեթինգային, քննարկել նոր ուղղություններ վերցնել, բայց հստակ թե ինչ անել, դա իր փուլում է գտնվում մարքեթինգային բաժինը, արտադրական բաժինը խնդիր լուծելու փուլը իմն է։ Բանակի պես մեկը մյուսից։ Արմեն, ո՞նց եկավ դրան։ Ես ինչ եմ ասում, որտեղ հիմա դու նկարագրում ես, դա մեր ցավն է։ Մենք չենք կարող շատ բիզնեսների դա բացատրել, որ պետք է արտադրությունը, վաճառքը, մարքեթինգը տարանջատված լինեն, պետք է լինեն մարդիկ, ովքեր պատասխանատու են ամեն մեկի իր կտորի համար, ու ամենակարևորը ոչ թե իրար հետ հակամարտեն, իրար լսեն, փող լրացնեն, բայց հստակ ամեն մեկը իր ոլորտում անելիք ունի։ Այդ տարանջատումը եկավ փորձը հաշվի առնելով, ընկերությունները տեսնելով, թե ինչ-որ մի պահից սկսած հասկացաք, չէ, այսպես չի կարող լինի։ Երկուսս ստեղծագործում ենք, երկուսս վաճառում ենք։ Մեկը մի ոլորտ է, մեկը ցավոք սրտի այդ փորձը չենք ունեցել մեկ ուրիշ մեծ կամպանիայում աշխատելու կամ փորձ ունենալու, քանի որ ուսանող տարիքից մենք աշխատել ենք մեր գործի վրա ու մեր սխալների հետևանքով նորից էլի կորուստների հետևանքով արդեն այդ խոսակցությունները կռիվանելը քիչ-քիչ բաժանվել եկել հասել մի հատ հստակ փուլի, որ գիտենք սա իոքից իմ տիրույթում է, սա քո տիրույթում է, ամեն դեպքում դու սա լավ ես անում, ես սա լավ եմ անում ու գնացինք առաջ։ Իրեք, այս մի հատ կարևոր բան կա, սա նրա մասին չէ, որ նա լավը, որովհետև ես չգիտեմ էլի ոնց է մարդիկ որոշում, թե աջ ոտնա լավ, թե ձախ ոտ։ Աջ ականջը թե ձախ ականջը, էլի, որովհետև իրականում, սա մի շատ կարևոր բան է, երբ որ դու տարանջատում ես, դու սկսում ես մասնագիտանալը։ Դու արդեն հասկանում ես, որ հիմա պայմանական Արմենին չի հետաքրքրում, ինչ է կատարվում հումքի դաշտում։ Այսինքն դա Արմենի գլխացավանքն է։ Արմենը չի հետաքրքրում, թե TikTok-ը ինչ ալգորիթմա փոխե։ Ու ասեմ շատ դժվար է Նարինեին համոզել, որ արի կլինի մի քիչ թանկացրու զարդերը, որտեղ մետաղը երկու անգամ աճել է։ Դուք նույնիսկ ներքին այդպեսի բան ունեք։ Դա չի լինում համոզել, որտեղ այն ասում այդպեսի մտածում եմ իմ հաճախորդին ես ոնց բացատրեմ։ Ոնց բացատրեմ, ես ոնց համոզեմ։ Կարա ներանա։ Արմեն անցնենք երրորդ հարցին։ Ուհի Jewelry Instagram-յան էջում զարդերի առաջին հայկական բլոգում նշված ռիլերից որն այս պահին ունի ավելի շատ դիտում։ Ունենք ռիլեր, ունենք դիտումներ։ Ահան։ Ես հիմա տարբեր բաներ կան, հանկարծ եթե սխալ կարդամ, կասես ճիշտ է, չնայած գնացինք առաջին գրիզերի հավաքածուի ստեղծման մասին։ Աշխատասիրություն թե բախտ, Միլանի նորաձևության շաբաթը, տանը մենակ ֆիլմի թեմատիկայով զարդի ստեղծում, ձեր անունով զարդ չեք ուզի։ Ինձ թվում է տանը մենակ։ Սխալ պատասխան։ Չէ՞։ 4 տարբերակ ունենք։ Դեռ չէ։ Որն է։ Չենք ընտրել։ Ինձ թվում է տանը մենակը։ Ահա։ Տանը մենակը։ Այստեղ ձենը չեմ անի, որովհետև սա սխալ պատասխաններ դու եք գիտեի, գնացինք, բայց այնքան կուզենամ մի քիչ ստեղ խոսենք, նախ ասեմ, երբ որ պատրաստվում ենք ու տարբերակները կարդում եմ, ասում եմ վերջապես, դե մենք ոնց ենք սովորել, էլի, ամենայն սիրով հարգանքով մարդկանց, լիքը մարդիկ կարևոր գործ անում, էլի։ Ես սովորեմ, որ ոսկու զարդերը ինչ-որ անուններ են կրում, պայմանական ռենեսանս, պայմանական, չգիտեմ, զարթոնք, բայց տանը մենակ
Ուզում եմ մի հատ բան կա, չէ՞, ասում եղբայր դուք ինչ եք ուտում, ինչ եք ցավում։ Իրականում այդ ռիլը մեր շատ էմոցիոնալ կարևոր բան է։ Մեր ռիլերի շարքից էր։ Հա, ասեմ ճիշտ պատասխանը ձեր անունով զարդ չեք ուզի, դա էր։ Հասկացա։ Իրականում ինքը այդքան զարդի անունը չի տանը մենակ, ինչքան որ ռիլի անունն է։ Մենք շարք ունենք ռիլերի, որոնք որ տարբեր մուլտֆիլմերից, ֆիլմերից, մեր սիրած հին ֆիլմերից ամենագլխավոր կարևոր կերպարներին վերցնում ենք, եթե զարդ են կրում, դա կրկնում եմ ես այդ զարդը նույնությամբ ֆիլմի մեջից վերցնում եմ, կրկնում եմ ու Նարինեն նկարվում է նույն կերպարի մեյքափով, ամեն ինչով, շորերով ու նույն ֆիլմին միացնում, սարքում ենք, հետաքրքիր ինչ-որ տանը մենակը один дома-ի մասին է։ Ես չէի հասկանում, պրոստը այնտեղ իմ ուզում եմ որտե զարդ կար։ Այսինքն այնտեղ որ Նյու Յորքում այգի փախնելուց մի հատ աղջիկ ֆրմա գողերի երեսին բոքսում է։ Ահա ճիշտ ես։ Այդ չի ֆիքսը, ճիշտ է, կար, պատանի կար։ Հիմա որ ասեցի։ Կա նաև մեկ ուրիշ։ Ես ուզում եմ հիշեի, օրինակ Տրամպին հիշում եմ։ Տոնածառը հիշում եմ։ Բայց տանը մենակից երկու կադր ենք արել, նաև Передайте Кевину, այն որ պայուսակը պետքա փոխանցեն արդեն аэроպորտում չեքին լինելուց, ու մնում է մարդ չկա։ Ու դա էլ ենք կրկնել, կարար կամ մեկը լիներ կամ մյուսը։ Ամեն դեպքում կապ զբաղված։ Հա, բայց մի հատ բացենք այդ Instagram-յան այդ երևույթը, հա, այսինքն տես փաստորեն կարևորում եք, այսինքն զարդի շուրջ, բրենդի շուրջ այդ համայնքի ձևավորումը, այսինքն կոնտենտին վերաբերվում եք ոչ թե ապրանք ունենք, զարդ ունենք, գովազդենք, ժամանակաժամանակ, չգիտեմ, փաթեթով վաճառենք եւ այլ նաեւ հարակից կոնտենտ տալ, մարդուն հետաքրքիր լինել, օգտակար, ասենց ասենք, ժամանց իրեն։ Հետո արդեն նոր զարդ բերել։ Այդ աշխատանքը Նարինեի դաշտում է, ճիշտ է։ Ճիշտ հասկացա։ Այո։ Նախորդ մեր հարցերից իսկ մասնակցում ես այդ թեմաների մեջ, որ ընտրում եք։ Ինչու հենց լավ նշեցիր, ինչու հենց ասեցիր մեր սերնդի, ինչով է դա պայմանավորված։ Իսկ ի ժամանակակից SpongeBob, ինչ կա հիմա։ Ես մակավալ լրիվ հիմ մարդը լինեմ։ Ժամանակակից ֆիլմերից արեցինք, այդքան էլ հետաքրքրված չեղան, օրինակ Barbie ֆիլմից վերցրեցինք, արեցինք ու շատ սառներ, էմոցիա չկար։ Այն ժամանակ մենք չունեինք շատ ֆիլմեր նայելու հնարավորություն։ Մենք նույն ֆիլմը այնքան էինք նայում, որ մեզ հոգեհարազատ էր դառնում։ Բզբզ հարց։ Ինստիտուտից բան է մնացել, որ Մեջտեղից ես վերցնում։ Դրածա կարա։ Չոր։ Վատը պատրաստած։ Լավն էր։ Էս էլ իմացանք, լայվ խակ էր։ Բանն է, պոլիտեխնիկն է։ Բա ոնց։ Եթե օրերից մի օր քո ընկերությունը դառնա խոշոր կորպորացիա, արդյոք կտաս մասնաբաժին այն թիմակիցին, ով ճանապարհի սկզբից քեզ հետ է եղել։ Իհարկե ոչ։ Իհարկե հետո ոչի չէի սպասում։ Ինչի՞ է։ Ես էմոցիոնալ մարդ եմ, իմ կյանքով մեկ ու արդար ու երեք։ Մեր մոտ շատ պիս խոսակցություն է եղել։ Եթե երեք չառաջոր ես հարցը կարդացածել էի, միանշանակ կասեի այո, իսկ հիմա ասում եմ ոչ։ Կբացես ինչու։ Այդ նույն պատասխանը երկու օր առաջ նաև տվեցի թիմիս մասնակիցների։ Երբ որ դուք իմ ու իմ կնոջ պես, հա, համահիմնադիրի մասին է խոսքը։ Թող չլինի իմ կինը, լիներ իմ եւ համահիմնադիրը։ Պես կմնայիք, գիշերները կաշխատեիք, կամ պատասխանատվություն կկրեիք աշխատավարձները։ Ոչ ձեր տունը, չէ՞, ամեն իրա տունը։ Ամեն մեկի իր տունը, բայց ֆիրմայում, հա։ Կմնայիք, կաշխատեիք գիշերները, պատասխանատվությունը կկիսեիք իմ հետ։ Չգիտեմ, պատասխանատվություն կկիսեիք վարձերի տալու, աշխատավարձների տալու, հարկերի տալու ու նման տիպի պատասխանատվություն ու դժվարություն, շատ անքուն գիշերներ
Այդ ժամանակ միանշանակ, եթե տենց մարդ լիներ թիմում, վստահ պետքա ունենա իր մասնաբաժինը։ Քանի դեռ այդ ծանրությունը ընկածա հստակ մարդկանց վրա, կունենան իրանք։ Այսինքն իմ վրա ընկած եղե շատ լավ, պես այնքանը դուրս գալիս, բայց քննարկումը, որովհետև միջև դու մի բան ես մտածել, հիմա հաստատ ինչ-որ մի բանի տակ Երևանից փոխվել է կարծիք Արմենի, եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որ հակառակը մի քիչ փոխվի, հաջողության տեսանկյունից բացատրեմ։ Սովորաբար իմ այս պատասխանի համար կքննադատեն, կթքեն իմ երեսին կամ կոմենտների մեջ։ Չէ, նորմալ է։ Շատ վատ մարդ ես, ոնց ասենք։ Չէ, նորմալ է։ Չէ, նորմալ է, արդար ես խոսում։ Բայց լիքը մարդ կարա սիրունության համար ասի իհարկե կկիսվեմ, բայց իրա ներսում, նայ ամբողջ գաղափար հետեւյալն է։ Ահա։ Դες խոշորացանք, մեծացանք։ Հիմա այս փուլում իհարկե քո մոտ աբսուրդի իրավիճակ կլինի, որտեղ դուք ունեք ռիսկային կտոր, որտեղ դուք երկու հոգի եք, եւ ունեք ապահով կտոր, որտեղ պայմանական 8 հոգի են։ Ու այդ 8 հոգու կյանքը ապահովված է, այսինքն այնքանով իշխանը, որ դուք խոսք եք տվել, դուք եք ռիսկային գոտում գտնվում։ Բայց գալիս է մի հատ ունիկալ փուլ 15-20 տարի հետո, երբ որ դուք կկայանաք, խոշոր կորպորացիա կդառնաք, երբ որ արդեն դու զգում ես, որ պայմանական ես ինչ եմ ես միշտ իմ գործընկերներին, որտեղ ունեմ գործընկերներին, որ 10 տարի պլյուս են իրար հետ աշխատում ու իրանց բիզնեսը մի 20 տարվա է, էլի։ Ու իրանք ասում են, լսի, ես իմ բիզնեսս փոխանցելու եմ իմ տղուս։ Ու ամենայն հավանականությամբ 50%-ն էլ ասնելու է իր կնոջը։ Կնոջը вообще չեմ ճանաչում։ Դες անգես նստած խոսում ասում եմ, լսի, իմ բիզնեսի 50%-ը ստանալու է մի մարդ, որ ես չեմ ճանաչում։ Բայց իմ բիզնեսում մարդ կա, որ իմ հետ որպես ղեկավար տնօրեն ինքը 20 տարի իմ ճամփեն իմ հետ անցել է։ Այն մարդ ասում է, որպես հավատարմություն ես արդյոք իրա մի 2-3% չթողեմ, որ այս մարդու ոնց որ ասում է թոշակը, հա, լավ իմաստով, հա, ապահովված լինի։ Ու դու այդ պահն է, էլի, այդեն հիմա շնորհակալ եմ Արմեն, չեմ ասի էմոցիոնալ, այլ բառից բուն իմաստով արդար ճիշտ պատասխանի համար, բայց մտածելու տեղը կա հետագայում, երբ որ կգա ինչ-որ մի հատ այն ժամանակը, թիմակիցին գնահատելը, որովհետև շատ դեպքերում մենք ասում ենք ոնց անենք իրան երկար պահենք մեր մոտ։ Մարդիկ կան։ Չէ, նայեք, թիմակիցին չգնահատելու խոսք չկար այստեղ։ Իրականում գնահատում ենք ամեն այն օրը, ամեն այն լուսաբացը, որ թիմակիցը մեր հետ է։ Գնահատում ենք ու պատկերաբանում արվեստագետներն ինչ դժվար է։ Ինքը գնահատում է լուսաբացը, ես էդի պատկերացրեցի։ Թե բոնուսներով, թե այդ մարդուն հարգելով, սիրելով, փայփայելով մեր թիմում գտնվելու ժամանակ։ Բայց ռիսկերը այսօր ձեր մոտ է, ռիսկերը իմ մոտ է, ռիսկերը մեր մոտ է, նաև գնահատում ենք, եթե պետքա լինում, ասենք երեկոյան մնալ 1 ժամ, 2 ժամ աշխատել, հավելյալ վճարել բոնուսով եւ այլն, բայց իմ կարծիքը սենց է, ես չի բացառվում, որ մի օր կարող է 50%-ը նվիրեմ իմ թիմակիցին, որ ռիսկերը չի կիսել, ես ինքս էմոցիոնալ մարդ եմ, կարող եմ մի հատ տենց ռիլ նայեմ մի օր, տենց գնամ ուրախ տենց գործողություն անեմ, բայց հետևեք ռիլերը, որը նայում Արմեն։ Քանի ձեր ինքերության 50% ուշ կոմ չի գնացել։ Արմեն ջան, մի երկու բառեր կուզենամ, տենց հանգիստ անցանք, տարբերակ ունեինք Միլանի նորաձևության շաբաթը։ Սա հայաստանյան իրականության մեջ ունիկալ երևույթ է, այսինքն ու տենց ասեմ նույնիսկ ես զարմացել էի, հա տենց լավ սոցիալական ցանցերում կարող է միգուցե տես գրվեց, ասվեց եւ այլ, բայց ինքը հերթական երևույթ չէր, էլի։ Այսինքն ձեր մասնակցությունը 25 թվականին արդեն եղել են 3 նորաձևության շաբաթի, Փարիզի նորաձևության շաբաթ, Արաբական Էմիրություններ, Միլան։ Մի քիչ կլինի տենց էդի տենց հանգիստ չասեք, էլի, որ եղել եք Աբովյան փողոցի վրա, Սարյան փողոցի վրա, հետո Կասկադ գնացինք։ Այսինքն հիմա տնես տպարության այդ ստորակետով ասում ես երևույթներ, որը որ արդեն այդ ոլորտում աշխատանք կատարած ընկերությունների համար յունիկ երևույթ է, էլի։ Ինչ էր, ոնց էր, ինչ հաջողություններ ունենք ու ամենակարևորը կոմերցիոն կտորը, հա։ Կոմերցիոն կտորը հաջողությունները երկարաժամկետ են։ Նման տեղեր հայտնվելը դա իմիջային է, մարքեթինգային է, հնարավոր է համագործակցություններ, բայց նորից արագ
կոնվերսիա լինող չեն իրանք, երկարաժամկետ են, որովհետև օրինակ Փարիզի Fashion Week-ին մենք մասնակցեցինք Աշունը, բայց մենք հանդիպեցինք մարդկանց, ում որ հանդիպել էինք 2 տարի առաջ Միլան Fashion Week-ի ժամանակ ու քննարկեցինք նոր համագործակցություն, այսինքն 2 տարի առաջվա հանդիպումը մեզ բերեց այսինքն ժամանակապետ որ ձեզ ֆիքսեն, հետո երկրորդ անգամ տենան դուք արդեն ծանոթ եք, շփվես, տենաս, ճանաչես, նոր համագործակցություններ, ինքը երկարաժամկետ խաղ է ու հեշտ չի, դժվար է, միանշանակ հենց այդ եմ ասել, հետաքրքիր է։ Ու ինքը հենց այն դեպքերից է, որ ինքը mass product-ի մասին չի, ինքը unique է, ինքը ունիկալ է, այսինքն այդ երբ որ դու որոշել ես այդ խաղը խաղաս, ապա ուտեղ է էլի ձեր խաղը։ Մեծ ռեսուրս ես դնում հայտնվել, ասենք Milan Fashion Week-ին ու ներկայացնում ես ինչ-որ շարք, զարդերի կամ դիզայն շարք, որից որ ընդամենը ողջ տարվա մեջ կարող ես վաճառել 1 հատ կամ չես կարող վաճառել կամ 3 հատ։ Հաջորդ մեր հարցը ինքը հանելուկ է երեխայի կողմից եւ Տերյանքից Փարքի Լուսի կողմից ուրեմն հանելուկն ունենք, ուրեմն թակ հետևում հա տենց բիզնեսի վերաբերյալ թեմա է, ինչքանով կգուշակենք հեսա պարզ կդառնա։ Դրանք մի քանի բան են, որոնք միասին ամբողջություն են կազմում։ Եթե մի խաղալի գնեմ մի քանի հատ, ունենամ դրանից։ Շատ համով բալիկ էր։ Շատ մենք ունիկալ երեխաներ ունենք, որը մեզ պարտավորեցնում է լավ ավելի շատ աշխատել, լավ երկիր սարքել իրանց համար։ Եվ պատասխանը իմ կարծիքով ինչքանով ճիշտ ընկալեցի, ճիշտ ինքը հանելուկ է, ամեն մարդու խելքի բան չի։ Ինձ թվում է կամ Lego-ն պետք է լինի կամ Kinder Surprise։ Նայ։ Եթե քո բիզնեսից է։ Իմ բիզնեսից։ Հա, ինքը բիզնես բանի մասին է, բայց իր բարերով քո բիզնեսի շուրջ այդ ամենը։ Նորից այդ դեպքում։ Փաստորեն ամբողջ հաղորդումը նորից ենք դկա։ Դրանք մի քանի բան են, որոնք միասին ամբողջություն են կազմում։ Եթե մի խաղալի գնեմ մի քանի հատ, ունենամ դրանից։ Գնեմ մի քանի հատ։ Էս ունենամ դրանից։ Լուսի ջան ապրես, սրանից լավ էլ ոնց Լուսին հուշեր։ Ինչ ասեց։ Մեկ խաղալիք գնեմ մի քանի հատ։ Եթե նրանք ամբողջություն են կազմում, նա պետքա զարդերի շարք լինի, որ ամբողջություն կազմի։ Իսկ ինչ խաղալիք պետքա գնի մի քանի հատ, որ ունենա դրանից։ Հիմա այդ ամենը փորձի մի բառով ասես։ Զարդերի շարք։ Բա մի բառով։ Կոլեկցիա։ Մի բառով։ Հա, բայ իսկ հայերեն։ Շարք։ Ախր collection-ը բանը ճիշտ է։ Հավաքածուն է ճիշտ։ Դե քանի որ մոտիկացել էր, ամեն դեպքում ճիշտ պատասխանն է եւ Պարտ եմ ինձանով։ Ես զգացի շատ կնք, բայց որ նեղվեմ կգնամ մի հատ տազա հավաքածու կսարքեմ։ Բզբզի մոտիվներով։ Տանը մենակը ոնց է։ Դնես մի հատ բզբզի մի հատ էսպիսի նախ ուզում հասկանամ կա այսպեսի մոդել, հա, օրինակ հաստատ ոլորտում հետազոտել ես, հա, Pandora-ի մոդելը, որտեվ շատ ընկերություններ փորձեցին այդ մոդելը կրկնօրինակել, բայց ոչ բոլորի, չեմ ասում, ոչ մեկի մոտ գրեթե չստացվեց։ Հիմա Pandora-ի մոդել չի ստացվում։ Այո, որտեվ ինքը mainstream էր, եկավ գնաց։ Ինքը ինչ որ մի պահի տենց հետաքրքիր էր, պայմանական, հա, տենց մարդիկ խաղում էին, բայց արիտես դա այդքան երկար թեմա չէր։ Կա տարբեր կրեատիվ մոդել չեն, օրինակ զարդ հանելուկներ են սարքում, որ դու քո մեջ ընդհանրապես հասկանաս, այնպես լուրջ, խոճուճ բաներ են դնում, իմաստներ։ Ինչպես է այդպեսի բաներին վերաբերվում, հա, հա? Վատ։ Դնում ես շատ միտք, շատ գաղափար, որ ինքը ամենահետաքրքիր իր փուլը, որ ինչ որ վիդեոյում մարդիկ նայեն, դրանից ավել ինքը չի գնում։ Կարող ենք ստեղծել մեկ զարդ, որը որ շատ տրանսֆորմեր կլինի, շատ տարբեր ձևի կփոխվի, տարբեր շորերի հետ կհակնես, տարբեր միջավայրերում կկրես, բայց
դա ոչ մի բան է, ոչ վաճառվում է, ոչ մարդիկ այդքան կապվում են այդ զարդի հետ, մեր mass market-ը, իմ mass market-ը ուհին է։ Այո։ Պատրաստում եմ հավաքածուներ, որոնք որ վաճառվում է, անձնական չէ, որոնք որ վաճառում ենք, գեներացնում ենք X գումար ու ես ստեղծագործականի մեջ կդնեմ, որը որ չի վաճառվի, գումար չի բերի։ Ուղղակի տենց չարաճճիություն կանեմ ու կզբաղվեմ։ Ինքը ցուցադրվի, այսինքն հնարավոր է իմ դարակներում կամ ստուդիայի որոշ անկյուններում, որ դուք քեզ բավարարես, որ սա էլի մոտ ստացվեց։ Այս հետարքիր բաներ ես ունեցա։ Ժամացույցների շարք։ Բայց միևնույն ժամանակ դու չես պարտադրի քո լսարանին հասունացեք, նոր հասկացեք, թե սա ինչ չի համար։ Պետք չի ինչ-որ մեկին ինչ-որ բան բացատրել։ Ժամացույցների հավաքածու ունեմ, որը որ Երևանի թեմայով է, շատ սիրուն հրաշք ժամացույցներ են, որոնք որ մեկ օրինակ անգամ չեմ վաճառել, 50 օրինակ պատրաստել եմ հիմա իմ մոտ դարակներում, ինքը շատ հետաքրքիր է, Երևանի ամենագլխավոր արխիտեկտուրնի շենքերը, շինությունները, կառույցները, ցիֆր պլատի վրա շատ գեղեցիկ ուհի մասին է լրիվ, բայց չեմ վաճառել, որովհետև հասկացա, որ այս պահին դրա ժամանակը չի։ Դա անցյալ տարի չէ, նախանցյալ 2 տարվա պատմություն է։ Այսինքն 2 տարվա մեջ դու նաև այդ ազատ ժամանակ ես գտել, հա։ Նարինեն տեղի, Նարինեն պատվերա վերցրել, ասում է ինչ եղավ Արմեն, ասում է զբաղված եմ, լրիվ չեմ հասցնում, գիշերը պետք է մնամ գործ անեմ, ու գնում է կասկադա տաշում։ Կասկադներ կար։ Իրականում ժամացույցների շարքը ստեղծեցի դիզայներների pop-up-եր, հայ դիզայներների pop-up-եր Լոս Անջելեսում, ես էլ մասնակցում էի։ Առիթ ստեղծեցի, որպեսզի նոր հավաքածուով գնամ, պատրաստեցի այդ ժամացույցները, վերցրեցի տուփերով, գնացի այնտեղ ու այնտեղ հասկացա, որ դրանք վաճառելու ժամանակը չի, որովհետև ինչ որ X խնդիրներ, հա։ Նախ աուդիտորիան պատրաստ չի այդ արծաթի ժամացույցին այդքան գումար վճարելու, երկրորդը արծաթի ժամացույցի ինքը իրանով արդեն թերություն է, որովհետև ունի արծաթի մեջ, արծաթը աշխատող մետաղ է։ Խոսենք մեր ոլորտի ամենադժվար պահից։ Արծաթը ինքը աշխատող մետաղ է, շնչում է, ապրում է։ Ինքը ամեն պահի կարող է երանգ փոխել, գույն փոխել, իր փայլացրած մակերեսը կարող է մատավյանալ, սիրենավի դառնալ, կապույտ դառնալ, կանաչ դառնալ, հիմնականում սև է դառնում, չնայած, բայց ասում են, դա մաշկի հետ է կախված, չէ՞։ Մաշկից տարբեր տիպի տոքսիկներ են, չէ՞, դուրս գալիս, մենք ուտում ենք, շնչում ենք, չէ՞, դուրս են գալիս։ Մի պահ կարող է 3 տարի այդ զարդը քո վրա սպիտակ ճերմակ վիճակում մնա, 1 օր կարող է այսպես փոխվի, ու այդ օրվանից հետո սկսի սևանալ, ոնց որ այս զարդն է, ոնց է սևացել։ 3 սպիտակ էր։ Ասենք մի 2 ամիս սպիտակ էր, ուղղակի ինքն իրան վրան ոչ մի պատում չկա իր։ Հիշում ես, չէ՞ որ սև էր։ Սվեցիր ձեռս նա սպիտակ էր։ Ահա, տես։ Իսկ արծաթը вообще տաքից, սառից, խոնավից, չորից, ինքը աշխատում է։ Ժամացույցի հետ կախված ինքը ժամացույցի կայունություն միջավայր է, հա, իրան նենց էս անում, որպեսզի ջրադիմաց կոն։ Այո։ Տաքու սառից կոնդենսատ է հավաքում մեջը։ Հա, ու հետեւաբար ինքը մետաղի խտությունը այնքան չի, բայց արդյոք դրա մեջ չի հարստությունը, նաեւ որ ժամացույցը իր կյանքով ապրում։ Դրա մեջ է հարստությունը, բայց գնորդին 99% մարդկանց չես կարող բացատրել։ Ու քանի որ ինքը փակաջրակայքն է, ինքը տաքից սառից կոնդենսատ է հավաքում ու մետաղը սկսում է ինչ որ փոխվել։ Այդ տակի այդ կոնդենսատը կաթիլ է, հա, կարող է անցնի դիմացի հատված ու իրան սևացնի ինչ որ կետ, ինչ որ լաքա, ինչ որ բան ու չես կարող բացատրել այդ մարդուն, որ այդպես։ Իսկ ինչ որ բանով արծաթը ծածկում էին, թե դի սա ծածկում ենք, բայց սա սուտ է։ Որոշ ժամանակ է փրկում, սենց ասեմ, որոշ ժամանակ։ Ընդհանրապես ժամանակ է։ Ժամացույցի պարագայում ինքը անօգուտ բան է։ Մենք ունենք մեր հայ մեծերի 4 խոսք, մեկը մյուսից լավը, բայց հարցը ո՞րն է ավելի հոգեհարազատ Արմենին։ Հա։ Հիմա տեսնենք։ Իրանք ասել են ո՞րն է։ Գնացինք։ Ես երբեք իմ ազատությունը չեմ փոխանակի խելագար փողի եւ իշխանության հետ։ Ռոբերտ Սահակյանց։ Ոչինչ չի կարող փոխարինել համառ ու ծանր աշխատանքին Անդրեյ Աղասի։
ավելի լավ է մեծ կարկանդակի փոքր կտորը, քան փոքր կարկանդակի մեծ կտորը, Գալուստ Գյուլբենկյան։ Եթե որևէ գործ քեզ համար այնքան ձանձրալի է, որ չես կարող այն անել սրտով ու ողջ եռանդով, ընդհանրապես մի արա այն։ Նոբար Գյուլբենկյան։ Հրաշալի խոսքեր։ Բա, մեծեր ունենք աշխարհը չունի։ Իրականում բոլորն էլ Հա, սրտից են։ դե թիմը այդպես է մտածել, որ խճճի մաքսիմալ է։ Այդտենց հետազոտել ենք ես։ Ապրել առաջին երկու պատասխաններից մեկը։ Ահա, ուրեմն ֆինալ են դուրս գալիս Ռոբերտ Սահակյանցը եւ Անդրեյ Աղասին։ Ոնց է հիշում Անդրեյ Աղասիի խաղերը։ Կյանքում թենիս չեմ նայ, բայց Անդրեն ստիպեց։ Տարբերակ երկրորդ, ավելի հակված եմ տարբերակ առաջինին, որպեսզի այս մի 50 տարի հետո այս վիդեոն չնայեն ու ասեն այն վաղ ուրիշ բան է իր խոսում, հիմա ուրիշ բան է խոսում։ Տարբերակ 50 տարի հետո ինչ-որ մեկը վիդեո անալու, արհեստական բանականություն ալնելու ինչ-որ բրբրոլ բզբզոց ատեց, ինչ-որ բաներ է, ուրիշ բաներ է լինելու, ուրիշ հաճախականություն է։ ուրիշ հաճախականություն է լինելու։ Ասեն պատկերացա առաջ մարդիկ խոսացել են։ Դաժե։ Որ հերի չի խոսացել են, երգել են ու ոդկասթներ են նկարել։ Դա ինչ-որ բան է լինելու։ Բայց հոգեհարազատ է, առաջինն ու երկրորդը հավասար տեղ ունեն։ Եկեք առաջինը ընտրենք, լավ։ Եկեք առաջին ընտրենք։ Էնիշ Դեյվիս հուշեի, Անդրեյ Աղասին է ճիշտ պատասխանը։ Այո, ճիշտ պատասխանն է, այսինքն ճիշտ չունենք ճիշտ ու սխալ։ Թիմը մտածում է, իրանք թիմը սխալվել է։ Թիմը մտածում է։ Թիմ, դուք հարգելի թիմ, դուք սխալ պատասխանեցիք եւ հետեւաբար բզբզ հարցը դուք եք քաշում։ Ինչ ես կարծում, ընկերությունում հոգեբանի ներկայությունն արդյոք անհրաժեշտ է։ Միանշանակ իմ հետ յոլա գնալու համար ընկերությունում իմ աշխատակիցների համար անհրաժեշտ է հոգեբանի օգնությունը ու ներկայությունը վստահ։ Հիմա սրանից հետո աշխատակիցները մի հատ վիդեո են նկարում, սենց հա։ Բայց կարելի է կազմակերպել ամեն դեպքում լավ միտք է։ Այս վերջերս շատ է սրա մասին խոսվում։ Ու սա նրա մասին չի, որ մենք ինչ որ հավասարակշռությունից դուրս ենք եկել եւ այլ, այսինքն օրվա ընթացքում ստրեսային իրավիճակները, պլյուս դրան այս պերմանենտ կրիզիս իրավիճակը, պլյուս դրան այս ինֆորմացիոն աղմուկը, որ մշտապես քեզ տագնապի մեջ է պահում, հա, տեսար ինչ եղավ, հələ մտի, մի հատ նայի, այս մեկը կարդաց, ինչ եղավ, մարդը հեռախոսա կարդում ու պահի տակ ասում, հա, ասես ինչ եղավ, ու այդ դա ես միշտ օրինակ եմ բերում էլի, իմ տատիկս նորություններն իմանում էր օրը մեկ անգամ, այսինքն 24 ժամվա մեջ, ժամը 9-ին իմանում էր, թե ինչու է արևմտյան աշխարհը ուզում խորհրդային միության վատը։ Վերջ։ Մի շուտ նորություններ էր ու խորհրդային միությունն է պորտը տեղն է դնում։ Всё, այդ էր, հա? Ու արի ու տես, հիմա մենք էդի վարկյանը 1 ստուգում ենք ու մի քանի տարբեր տեղերից, չաթերով, ու հետեւաբար դա բերում է նրան, որ մարդը չի կարող լարվում է ու հարց առաջանում։ Արդյոք կան այդ բիզնես հոգեբանները, մարդիկ ովքեր բիզնեսում կարան գան, որտեվ սա լրիվ յունիկ ծառայություն է, ու եթե նկատել ես, որ պետք է, ապա օրինակ քո կարծիքով չխնդիր պետք է իրանք լուծեն։ Օրինակ ո՞րն է հենց քո կարծիքով այն թեման, որ այսպես այդտեղ հոգեբանի օգնություն էր պետք։ Որ ինքը քեզ ուղղորդեր որպես ղեկավար, քեզ մի հատ խորհուրդ տար, որտեվ զգում ես, որ մասնագիտորեն չհասկացար։ Ինձ թվում է ամեն ինչ ճիշտ ասցիր, ցավոք սրտի մեր աշխարհակաղակական դիրքն էլ շատ բարդ վիճակում ենք գտնվում, շատ մեծ չենք, հուսով եմ կփոխվի շատ բան, ու այդ լարված վիճակը մեր երկրում անձնական դաշտում է գտնվում ամեն ինչը, թե դիմացինիդ քաղաքական հայացքները, թե դիմացինիդ պատկերացումները աշխարհի հանդեպ ընկալում ես որպես անձնական ու բոլորս այդ անձնական լարվածության մեջ են գտնվում։ Իսկ բիզնեսը ինքը այն փոքր միջավայրն է, որտեղ որ մարդը աշխատում է, իր միջավայրն է, 8 ժամ, 10 ժամ գտնվում է ուրիշ ընտանիքներից դուրս եկած մարդկանց հետ ավելի շատ ժամանակ անցկացնում, քան թե ընտանիքի անդամները, այո։ Ու շատ ժամանակ նայում ենք անձնական հարթության մեջ յուրաքանչյուր հարց։ Չենք նայում, որ գիտես ինչ, բիզնես է, հարց չկա,
կարա իր խնդիրները լինի, հնարավոր է, որ իմ պատկերացրած լուծումը այս մարդու համար, կառավարիչ, այս բիզնեսը կառավարող մարդու համար այդքան էլ ճիշտ չի, հա, ճիշտ լուծում չի։ Հնարավոր է ինքը իր դիրքում, իր տեղում ավելի ճիշտ է կողմնորոշվել այս պահին։ Ու տանում են անձնական տիրույթ ու այդ անձնական տիրույթում արդեն հոգեբանական խնդիրները առաջանում։ Այդ հոգեբանական խնդիրները, որ առաջացավ, ինչ որ մեկն էլ պետքա այդ կոմպրեսիան հանելու համար։ Հենց որ երևի գնանք ու ավելացնենք այդ մեկ էլեմենտը մեր բիզնեսի մեջ։ Ուրեմն ունենք հարց, որը մեր թիմը տանջելով արհեստական բանականությունը, սովորացնելով ինչա ոսկերչական ոլորտը, ինչա Իրանից ներկայացնում ձեր ընկերությունը եւ այլ, արհեստական բանականության կողմից դուրս են բերվել ուրեմն մարտահրավերներ առաջիկա 3 տարիների համար ձեր ընկերության համար։ Այսինքն արհեստական բանականությունը մտածում է, որ դուք այսպիսի մարտահրավերներ եք ունենալու, բայց 4 տարբերակից մեկը օրինված է, այսինքն 3-ը հստակ մարտահրավեր են, մեկը չկա այդպիսի մարտահրավեր, ինքը սխալ պատասխանն է։ Պետք է բացահայտես սխալ պատասխանը։ Գնացինք։ Որոնք են հիմա այդ մարտահրավերները առաջիկա 3 տարիների համար։ Բիզնեսի սեփականատերերի հուսական այրում, տղամարդ հաճախորդների քանակի նվազում, սոցցանցերի գեր հագեցում մրցակից բրենդերով, հարկային եւ մաքսային փոփոխություններ։ Ինչպիսի մարտահրավերներ քո կարծիքով չկա, արհեստացինա, այդպիսի բան չկա։ Ինձ թվում է տղամարդկանց ոնց էր։ Տղամարդ հաճախորդների քանակի նվազում։ Ինձ թվում է այդ տարբերակը հորինացա չգիտեմ չի որ տվել է։ Կան вообще տղամարդ հաճախորդներ։ Հա։ Ասում չկան, ասում զրուն չի կարա պակասի։ Այդ առումով։ Ասում կարա զրուն պակաս։ Դե կան տղամարդ հաճախորդներ, ովքեր որ գնում են իրենց սիրելիների համար։ Ապրես, Արմեն, ապրես։ Այդտեղից մենք ռոմանտիկ տղամարդիկ ունենք։ Ունենք շատ դաստիարակված, կրթված զիլ տղերք։ Սմա։ Ուսա ճիշտ պատասխաններ։ Մարակ փող։ Ու իրաց քանակը չի պակասելու։ Ես այդ տղաների շարքում չեմ։ Ու չի Բայց պակասելու։ մենք ունենք։ Հիմա Արմեն, արհեստական բանականությունը իսկապես, հա, եթե մենք վերցնում ենք մարդը, ստեղծագործող մարդը, չէ՞ որ նաև դա ճաշակի մասին է, ցանկացած, ասում են, չէ՞, այդպես թանգարան գնալուց, ինչ-որ մի բան ապրելուց, ինչ-որ մի հատ նոր ներկայացում նայելուց, բալետ եւ այլ, ցանկացած արվեստի գործ իր հետին բերում է մնացած հարակից արվեստներում մի բանի փոփոխության, որովհետեւ դու դա ապրում ես, վերապրում ես եւ այլ եւ այլ։ Ու դա պետքա մարդը իրանով անցկացներ, մտածեր, տեսներ, իմանար աշխարհի տենդենսները, արհեստական բանականությունը այս ամեն ինչը գիտի մի քանի վայրկյանում։ Ու նոր հավաքածու ձևավորելը կամ նոր ինչ-որ զարդ սարքելը, հետո 3D մոդելավորման պետք է տպագրելը, դառնում է բարի ասել վայրկյանների գործ։ Կարող է դու գնաս, մի հատ բանկոմատ լինի, բանկոմատ չգիտեմ ինչ ասեմ, հա, զարդոմատ, իրեն ասած պետքա պատենտավորել ես ունիկալ բառը, զարդոմատ։ Հա, գնում ես մոդիկանում ես զարդոմատին, գրում ես թե դու ով ես, ում ես ուզում նվեր տաս, ինչ մեսեջ ես ուզում մեջը դնես, ու ինքդ ես տպում տալիս է քեզ, հա, դες վերցնում ես ու գիտես որ ինքը յունիկ է, մի հատ է։ Զգում եք այդ կա դրա դեմ ինչ-որ, այսինքն ընկալումը կա այդ երևույթը գալու է, շուտ է գալու, ուշ է գալու, դա մեզ չի սպառնում, մեկը մարդիկ ընտրում են չէ ոսկերիչներին, անհատական պետքա տեսնեն եւ այլ։ Այսինքն AI-ի հետ ո՞նց ենք ապրում։ Դե բացի նրանից որ այն որ ինչ-որ խոսացինք, էլի որ դա գործիք է պետքա կիրառենք, բայց ընդհանրապես կարող գա եւ ձեր ոլորտը ընդհանրապես փոխի։ Այդտենց էլ լինելու է, շատ հեռու ապագայում չենք, հա, մոտ ապագայում է իրականում, Ես իսկապես պատկասեցի այդ զարդոմատը։ Շատ հետաքրքիր պատենտավորել է պետք։ Գլխանց ասում։ Հետո չասեք Արմենը չասեց։ Իրականում այնքան է զարգացել այդ ամեն ինչը, որ կարելի է մի օր կպցնել իրար ու սարքել զարդոմատ։ Ուրեմն 3D տպող պրինտերներ կան, որոնք որ մետաղով տպում են, դա արդեն մեր համար նորություն չի։ Ճիշտ է։ Կա դրանց մեջ մեկ հատ այնց մոդել այսօր աշխարհում,
որը որ տպում է համարյա, հա, վերջնական product, զարդ, մետաղ։ Կարող եմ վիդեոն ցույց տալ։ Ու համարյա վերջնական, հա, իրան պետք է փայլեցնել ձեռքով։ Ինձ թվում է մի 5 տարվա ընթացքում։ Իսկ ո՞ր մետաղն է վերցնում ինքը որպես Նայեք, քանի որ այնտեղ մետաղը իոնացնում են ու առանձին կրիստալներ են ստանում փոշի տեսքով, այդ պարագայում արդեն էական չի ինչ մետաղ կօգտագործեն։ Վաու։ Այսինքն ընդհանրապես հետո հավաքելու է։ Մետաղների ցանկ կա, որ ինժեներիայում սրանք են, զարդարվեստում սրանք են, չգիտեմ, հոբիներում սրանք են։ Ու այդ ցանկի մեջ, ասենք, մի 20 անուն ապրանքի մեջ կան նաև ոսկին եւ արծաթ։ Չնայած զարդերի ոլորտում տիտան է օգտագործվում, L316 պրոբի մետաղ է օգտագործվում, որը որ գործիքների կամ բժշկական գործիքների կամ հենց տարբեր։ Հենց որ մի օր զարդումատը լինելու է մեր կյանքում։ Հետևաբար, այսօր մենք պետք է զգոնել ենք երևի, չէ՞։ Երևի թե այն քայլը որ կա որ համայնք ձևավորել, էմոցիա ստեղծել, անձնային բրենդինգ սարքել եւ այլ, ինքը ոնց որ հա միակ բանը ինքը դառնում ամենակարևոր բանը, այսինքն որովհետեւ զարդը մարդը կարա գնան տեղը ստանա, այսինքն ինքը պետք է ուզենա Արմենի հետ առնչվի, Նարինեի Արմենի գործը վերցնի։ Նույն հուլին մենք առնչվեցինք 10 տարի առաջ, երբ որ Չինաստանից եկան շատ էժան ու շատ փայլուն ու շատ գեղեցիկ զարդեր, ասենք 1500 դրամով հիմա կարող ես գնել կամ 3000 դրամով։ Հիմա ինչն է խանգարում մարդկանց, որ չգան ուհի գնեն այդ չինականը։ Այնտեղ իր գիտական պատասխան ունի կամ ոչ գիտական էմոցիոնալ պատասխան ունի։ Եվ ավարտին ունենք մի փոքր անակնկալ, շարունակելով տանջել արհեստական բանականությունը, եթե ինքը կա, ուրեմն թող ասում դառնա այսուհետև գործիք, հա։ Մեր թիմը սովորացնելով նորից ինչ է ուրեմն Հայաստանը, ոսկեչական ոլորտը, ուհին, հա, ու վերջում է մի հատ փոքր չարաճճիություն, դուրս են բերել ուրեմն 2025-26 թվականի հորոսկոպ ամիսներով ինչ է սպասվում ուրեմն ուհի բրենդին ու ինչ պետք է արվի, հա, հետեւաբար այսեն դեպքերից է, որ հետո նախ կհիշացնի, որ ունեցել ենք այսպիսի ինձ համար բավականին շատ հետաքրքիր քննարկում, հա, ու հետո որ հանդիպենք անպայման կասես, որ ամիսը բռնեց, որը սխալ էր, որ իմանանք էլի կարող արդեն մեզ կարդացել են, գիտեն ամեն ինչ, մենք էլ ձև ենք տապում։ Այ փոքրիկ շնորհակալ եմ։ Այսպեսի մի հատ տենց սիմվոլիկ մի բան, որ հիշես, տենց հումորով վերաբերվես։ Իրականում հետադարձ կապը կապահովենք ու տեսնենք որը համընկավ։ Այդ է հետաքրքիր, որ ամիս է։ Շատ հետաքրքիր, իմ համար էլ է շատ հետաքրքիր։ Որտեվ ինքը ինչ որ վերցնում այն ինչ որ դատա ոլորտ եւ այլ հետաքրքիր է ու բաներ կա որ համընկնում են։ Շատ կուզենայի օրինակ հանգիստ շրջան լինել բրենդի համար, ոնց որ գրված է հանգստանալը պետք է մի քիչ։ 100% հանգստանալը լավ իմաստով։ Հանգստանալ, որ հետո անցնել ավելի ծանրաբեռնված աշխատանքի։ Արմեն ջան, շնորհակալություն։ Նարեկ ջան, ես եմ շնորհակալ, շատ հետաքրքիր զրույց ունեցանք, կարելի է հավերժ նստել, զրուցել թե կյանքից, թե բիզնեսից, թե նման տիպի լիքը բաներից։ Շատ շնորհակալ եմ։